Տեր Հիսուս, դու ես մեր հոգին, սնունդն ու գյանքը, Տեր Հիսուս, դու ես ալֆան եւ օմեգան, եւ այսօր մենք քո խոսքը չենք ընդունիր որպես բարձ խոսք, մարդկային իմաստություն, այլ կընդունենք իբրև Աստուծո շունչը, որ կներկործե մարդուս մտքին եւ սրդին մեջ։ Այսօր կփանանք մեր սրտերը, որովհետեւ քո խոսքից զորությունը ապրենք, զգանք եւ անով նորոգվենք Հիսուսի անունին զորությամբ։ Ամեն։ Համեցեք։ Paralys բոլորին։ Գուզեմ այս արդյոք եզի խոսիլ հարցումով մը, արդյոք սիրտդ Աստուծո հետ խաղաղ է։ Արդյոք սիրտդ Աստուծո հետ հաշտ է։ Կամ արդյոք սրտիդ մեջ քու եւ Աստուծո միջեւ որևէ նյութ գա, որում մեջ հաշտ չես Աստուծո հետ, կամ համացայն չես Աստուծո հետ։ Դժվար հարցում մնա եւ մենք միշտ կսենք, չէ, անշուշտ ես Աստուծո հետ չեմ գրվիր։ Անշուշտ Աստված ամեն բան գիտե, բայց իրականության մեջ հուսախաբությունները, քանքատները, մտահոգությունները, հիվանդությունները մարդուն եւ Աստծո միջեւ վիճապանություն կբանան։ Ոչ թե որտեղ Աստված կվիճապանի, Աստված իրականության մեջ չի վիճապանիր, բայց մենք կվիճապանենք մեր հոգեվիճակներով եւ դեղերը կանցնենք, որ մենք վիճապանության մեջ ենք Աստծո հետ եւ խաղաղություն չենք ապրիր։ Եվ իրականության մեջ խաղաղ գսկանք այնքան անդեմ, որ այդ հարցումը չի կար, հանգիստ գսկանք, բայց եւ որ այդ հարցումը մեր արժեվ կա, փուն դժվարությունը անխաղաղ վիճակը կսկսի։ Ես շատ անգամ գիտեմ, որ եւ որ անցյալին եւ որ կյանքիս մեջ հաստ չեմ եղած Աստծո հետ, խաղաղություն չեմ ունեցած, եւ որ ճշտամունք լա, շուտ մը գուզեի, ցեվով մը ինքզինքս սպաղեցնել ճշտամունքեն դուրս ելելով, կամ քարոզը որը սկսեր, որ քիչ մը խորում գերտար, ուշադրությունս ուրիշ դեղ մը գերտար, միտքս ուրիշ բանի մը գերտար, սպաղված բան մը գտնեի, եւ մարդիկ, որոնք Աստծո հետ հաշտ չեն, շատ անգամ գփախին հանդիպումներ են Աստծո հետ։ Որովհետեւ եթե որ պետք չունիմ արտնցնելու մեջս եղած հարցը, գսեմ արդը առանց մտածելու, ինչու արտնցնեմ։ Ով հասկացավ ասածս, շատ անգամ մեկը որ այդպես է եկեղեցի չի կար։ Բայց եթե դուրս իրեն հարցնես ինչպես ես գսեմ ամեն ինչ լավ է, հավատացյալ ես հավատացյալ եմ գսեմ, Հիսուսին հավատաս կհավատամ։ Բայց եւ որ այդ անձը տնես Աստծո առջև անանքից պիտի լա, ալերգիկ պիտի լա, պիտի սկսի քերվիլ, պիտի շուտ ծև մը գտնե որ դուրս ելլե։ Բաժար մը գտնե որ փախի այդ հանդիպում են։ Եվ ադիգա մենք բոլորս կունենանք։ Այսինքն մեկ հոգի հadouk հարցը չէ։ Սպաղվածությունը, որ մենք կստեղծենք, մարդուն հիվանդություններեն մեկն է։ Սպաղվածություն կբերենք, որովհետեւ սպաղված եմ ասելով թեմտիմաց չկանք դժվարության հետ, որ լուծվելիք բան մնա։ Սպաղված եմ հիմա, չես կնարնցի խանգարել, սպաղված եմ։ Եվ կորց գլա, շինություն գլա, արցագուրտ գլա, ինչ կուզես գլա, մարդուն կյանքի մեջ ցևով մարդը կսպաղվի միշտ։ Եվ այդ սպաղումը մարդը այսպես կտնիր արչև եւ Աստծո կսե որ իսկապես սպաղված եմ։ Եվ ես կհիշեմ մեկ անգամ այս վկայությունից էսի դված եմ փաստարցիա պիտի դամ, մեկ անգամ կհիշեմ որ կորձի ժամերում մեջտեղ ժամը 2 կամ 3 էր գեսորեն վերջ հանգարց հիվանդ սենյակ պիտի երթայի եւ Աստված խոսեցավ ինձի եւ ուշադրությունս ուզեց որ ես թարնամ իր արչև եւ գենամ եւ հետը խոսիմ։ Եվ ես ոնց սրտես առանց որ համարցակին բարերով ասելու, ըսի որ սպաղված եմ։ Չուզեցի Աստուծո անարգել, բայց իմ սրտես բարերը որ ելան, այդ վիճակն էին, որ հիմա սպաղված եմ, չեմ գնար ես աղոթքի բահանել։ Բայց ասած աղոթքի բահ չէր ուզեր ինձ, ոչ էլ գուզեր որ 30 վայրկյան նստիմ եւ հիվանդը չտեսնեմ։ Ադիգա չէր ուզեր Աստված։ Աստված գուզեր որ դրամատրեմ սիրտս, արչեւը գնամ եւ իրեն հանդիպիլ ուզեմ։ Գիտեք, երբ որ զույգերը վիճապանին, ամեն մեկը շատ սպաղված գտարնա։ Կորձեր գունենա։ Կորձերով կսպաղվին եւ սպաղված գլան, բայց սպաղված չեն, սպաղված գլան։ Ով կհասկանա միտքս, գսեմ այս մեկը լավ հասկանանք։ Սպաղված գլանք, որովհետեւ այդ հանդիպում են կփախինք։ Սպաղված գլանք, որովհետեւ միլիոն բաժար կա, որ այդ անհաջո դերին եթե գրնամ չանցնիմ։ Բայց եթե այդ մեկը բժշկություն է, օրինակ մարդիկ կան, վերջերս այս շաբաթ գարոին է դաս կանցանք, հիվանդ մգար, որ դժբախտաբար մահացավ։ Եվ այդ հիվանդը դարիները չսեմ, ժամանակ է իվեր, գարուն իրեն գսեր պետք է այս թեստը լաս։ Հիմա չեմ ուզեր։ Ամեն ինչ գսե որ հարց մգա, բայց հիմա չեմ ուզեր։
այս մարդը չրավ եւ այդ հարցով մահացավ։ Ասել գուզեմ քեզի, որ չեմ ուզերը, փախչիլը, ամեն ինչ օքեյ ասելը չանցներ հարցին ներգայությունը, չէ՞։ Գամ օրինակի համար աղմուկ չլսելու համար մյուզիկը կբարձրացնես։ Գամ նույնիսկ եթե որ բաշտամունքի մյուզիկը լա բարձրացնես։ Աստված ադով չէ որ կկողանա։ Աստուծո արչե մեր գենալով, խաղաղություն ունելով Աստուծո հետ, հաշտվելով Աստուծո հետ ամեն բան կլուծվի։ Կուզեմ ուրեմն քեզի այս հարցումը հիշեցնել արդյոք Աստուծո հետ հաշտես։ Are you at peace with God? Դա ամենակարևոր հարցումն է։ Հիսուսին խոսքերով Հովհաննես 14:27 խաղաղություն կթողում ցեզի, իմ խաղաղությունս կուդամ ցեզի, չեմ դար ցեզի այն խաղաղությունը, որ այս աշխարհը կուդա։ Կամ իմ տված խաղաղությունս այս աշխարհի խաղաղության նման չէ։ Մի թողեք, որ ձեր սրտերը վախնան կամ troubled, I think ինչսեմ դակնաբին։ Մարդուն գսե որ որովհետև այդպիսի խաղաղություն մգուդամ քեզի, մի արդոներ թուն, որ սիրտդ դակնաբի։ Ուրեմն առաջին դերը կհասկանանք, որ իր խաղաղությունը գուտա, համը որ իր անձին հետ կապված է, համը որ ինքը ունի եւ ուրիշ մեկը չի գնար ինձ ուրիշ տևսեով դալ։ Այսինքն եթե ես երթամ եւ խաղաղություն փորձեմ գտնել իր մեջ դուրս, խաղաղություն պիտի գտնեմ այդ խաղաղությունը, որ իր մեջ է։ Խաղաղություն գրնամ սկալ, մարզան կնելով, երթալ դեղմը, բարբելով անցս, միտքերեն ծրվելով դժվարութեն գրնամ խաղաղություն գտնել սկալ, բայց այդ խաղաղությունը իր խաղաղությունը չէ։ Գրնամ կործազել հերանալը, որ իրեն հանդիպիմ, բայց այդ խաղաղությունը, որ առանց իրեն գլա, առանց իր անձին հետ գաբ ունենալու գլա, ժամանակավոր խաղաղություն մնե։ Չեն կսեր խաղաղություն չէ, բայց ժամանակավոր խաղաղություն մնե։ Օրինակ հիմա World Cup-ը գա այսօր, ավարտականը գա, չէ, ֆայնալը։ Խաղացողները զոնի մեջ կերտան խաղեն առաջ։ Երտան դեղմը, որ մեգու մեջ են խոսիր գարանստանան, միան խաղաղություն գուզեն գտնել, որ գետրոնանան մեկ բանի համար։ Բայց ադի գյանք փոխող խաղաղությունը չէ, խաղաղություն է, պետք է այդ մեկը ընեն, որ գարենան կորձը ընեն։ Բայց այն խաղաղությունը, որում մասին Հիսուս կխոսի, հանդիպումի խաղաղություն է։ Անսի հետ գապված խաղաղություն է։ Հիսուս իշխանն է խաղաղության, չէ՞, եւ որ Երուսաղեմը գավ Հիսուս եկավ իր խաղաղությունը բերելու։ Խաղաղությունը ինչ։ Հաշտությունը Աստուծո եւ մարդկության միջեւ։ Եվ անհամար Հիսուս լացավ Երուսաղեմի վրա, եւ որ տեսավ, որ Երուսաղեմ չընդունեց զինք, դեպի ժողովուրդեն շատեր ընդունեցին զինք, Հիսուս լացավ։ Ինչու լացավ։ Որտեղ Հիսուս ասավ, եթե միան գիտնայիր, ճանչնայիր, հասկնայիր, ինչի մեջ էր քո խաղաղությունը։ Հա։ Եթե միան գիտնայիր, այսօր ես քեզ կսեմ, ինքզինքից կսեմ, եթե միան գիտնայիր, ինչի մեջն է քո խաղաղությունը։ Որև ուրիշ ցևով չես փորձել կարած խաղաղության, եթե հասկանաս։ Իր խաղաղությունը սածինք առաջինը իրն է, երկրորդը դարբեր է բոլոր խաղաղություններեն, եւ անոր համար գսե երրորդ բաժինը բարդականություն գուտա ինձի։ Հետևաբար, քանի այդպես խաղաղություն ես քեզի գուտամ, թուն հսկեք ու ցանկիդ, որբեսի չարդոնես, որ դուրսի վախը ներսի վախ դառնա։ Կամ դուրսի աղմուկը ներսի աղմուկ դառնա։ Trouble որ գսե դակնաբ։ Մի արդաներ որ թուն դակնաբիս։ Գիշեք նավուն բادمությունը, ուր որ նավուն մեջ, երբ որ Հիսուս քնացած էր, աշակերտները փոթորիկի դիմաց գարտնցնեն Հիսուսը եւ գսեն որ հոգը չէ, դարբերություն չներ քեզ համար որ մենք կգործվենք։ Եվ բادمությունը գարտացած ժամանակը ես հատ գեդին անդրադարձած եմ եւ միշտ այս մեկը գսեմ, որ նավակը, որում մեջ Հիսուս գար, այդ նավուն մեջ ջուր մտավ։ Ոչ թե միան դուրսը փոթորիկ կար։ Գյանքդ, որում մեջ Հիսուս կաբրի, սիրտդ, որում մեջ Հիսուս կաբրի, գրնա դժվարութենի անցնել։ Եվ դու գրնաս ածտվիլ։ Եթե միան դուրսը ներ այդ ջուրը, բայց այդ ջուրը գրնա ներս մտնել, եւ այդ ջուրը եւ որ ներս մտնի կսկսի բղդորել քո հարաբերությունդ Աստծո հետ։ Եվ դու կսկսես մեղադրելու, կսկսես հաշտ չլալու իրեն հետ։ Կսկսես ասել որ դու իմ կյանքիս մեջն ես, դու խաղաղություն ես, բայց ես հիմա խաղաղություն չեմ զգար։ Եվ դու բարգած ես կարծես, չեմ լսեր որ դու հոգ կնես իմ հարցիս համար։ Անհամար կսե հսկե, որբեսի չարդոնես դուրսի դակնաբը մտնե ներսը եւ մտնոլորդը բղդորե Աստծո հետ հարաբերությունը քանթելու աշխատանքի սկսի։ Okay, այդ ճուրը ներսը չի պատկանիր։ Այդ ճուրը ձողում մեջ չի ճուրն է, փոթորիկնալ դուրսի փոթորիկն է,
Եվ ես իբրև հավատացյալ այդ փոթորիկին թիմած ըսելիք ունիմ, անելիք ունիմ, որև այդ փոթորիկին մեջ անգամ իմ դերս իմ սրտից մեջ գաբրի։ Հիսուս չէր ուզեր, որ մարդիկ ադգե անցնին, բայց արդոնեց, որ ադգե անցնին, որովհետև գուզեր, որ այդ փոթորիկին մեջ իրենք սորվին հավատքի փորձառությունը։ Հիսուս չուրախանար, որ ես ցավիմ։ Հիսուս ինձ ավելի լավ մարդ չներ ինձ հիվանդություն տալով։ Այդ խաղապարը, որ շատ մարդիկ ունին, թիվային խաղապար մնի, Աստուծո մեջ է։ Աստված հիվանդություն չի դար, որ մարդը ավելի լավ մարդ լա, այդպես բան չկա։ Չկա այդպես բարակա, որ կնա գարտա եւ դες ուր որ Հիսուս մեգում հիվանդություն գտա, որ ավելի լավ մարդ դուրս գա։ Չկա այդպես բան։ Բայց ասված գարդոն է, որ ցանկին ընթացքին մեջ բաներ բադահին մեզի, ըլլա սովորական ցանկին անեցկով, կամ ըլլա ցանկի դժվարություններով, որում մեջ մարդ գանցնի։ Այդ վիճակներում մեջ, եթե ես խաղաղ եմ իրեն հետ, եթե իմ հարաբերությունս բողբադի նման է իրեն հետ, եթե իմ հարաբերությունս ամուր է Հիսուսին հետ, ես չեմ գոդրվիր։ Չեմ արդոնել, որ այդ եկած ճուրը սկսի բղդորել Աստուծո հետ խոսակցությունս, այլ ես գելեմ եւ անելիքս կգիտնամ իբրև հասուն հավատացյալ, որ այդ փոթորիկին թիմած չսեր, որ ուր է իր Աստված, ինքը գսի այս փոթորիկը կդեսնեմ, շատ հստակ կդեսնեմ, ադոր մտահոգությունը շատ լավ ունիմ, վախս կսկալ, բայց ես իմ Հիսուսով շատ ավելի վստահ եմ, քան այդ փոթորիկին ցայնով։ Ամեն։ Գուզեմ այստեղ քեզի գարտել այդ հրամանը, որ Աստված գուտա Փիլիպեցիներու մեջ, Սուրբ Գիրքի մեջ Աստված մեզի խրատներ չի դար, Աստված մեզի իր խոսքով խրատ չի դար, Աստված մեզի իր խոսքով գխոսի մեր սրտին։ Գիտես, եւ որ ես քեզի խրատ դամ եւ սկամ, որ մեկ ականջետ մտա, մյուսեն ելավ, չէ՞։ Այսպես շատ մենք կսենք այս մեկ ականջեն մտա, մյուս կողմեն ելավ, այսինքն ինչ որ խոսեցա, գարձես թե բادرուն խոսեցա, բան մմրիկ չրավ։ Եվ ադի լավ չսկացներ քեզի։ Աստված մեզի խրատ չի դար, Աստված մեզի ճշմարտությունը կհայտնի։ Եվ եթե իմ սիրտս կփանամ այդ ճշմարտության, ես կշինվեմ։ Թող ով որ ականջ ունի, թող լսե, որ հոգին ինչ կսե եկեղեցին։ Հոգին գսե, հոգին չի վիճապանիր, հոգին չի խրատիր, հոգին գսե։ Հոգին ճշմարտությունն է, հոգին գխոսի ճշմարտությունը։ Հիսուս օրը չելավ մեկը համոզելու։ Never try to convince anyone։ Օրը մեկը չհամոզեց։ Չփորձեց համոզել, խոսեցավ ճշմարտությունը։ Անանք որ ճշմարտությունը, որ ինքը կխոսի, գիշիրք ունի։ Եվ որ Հիսուս կխոսեր Հովանես 6-ի մեջ, որ ես կյանք ունեմ, մարդիկ սկսան նեղանալ, ասա որ դու կար պիտի երթակ։ Չէ, ինքը կյանքն է եւ կյանքի խոսքերը խոսած ժամանակ ինքը գիտե ինչ կխոսի քեզի։ Եվ գիտե որ այդ անձը ընդունողը պիտի ինքը շինվի ադգե։ Ուրեմն նայեցեք ինչ կսե Փիլիպեցիս 4 հրամանը որ մեզի գուտա միշտ ուրախ եղեք դիրոճմով, դարձյալ գսեմ ուրախ եղեք։ Չեմ խոսիր այսպես ժբիտ եղթիր եւ քաղաքավար եղիր եւ սաղմոսով խոսի, եթե հանգիստ չես։ Չեմ խոսի քեզի սուտ ցևով ուրիշին համոզես, որ դու լավ ես, չէ, բայց հրամանը գա Աստուծո մե, որ քու ներսի անցիդ կխոսի, ոչ երևույթի մասին։ Դուն գսե քեզի միշտ ուրախ եղիր դիրոճմով։ Ասել գուզե որ դու միշտ բաժար ունիս դիրոճմով ուրախ ըլլալու։ Բողոս արաքյալ գսե որ մենք շարունակ խոշտանկված ենք, ձեծված ենք, հալածված ենք, փանդերը թրված ենք, մահվանքով են անցած ենք, բայց չենք գոդրված գսե։ Ինչ բան մեր վրային անցնի, մենք չենք գոդրված գսե։ Որտեղ ինք ներսեն միշտ խոսողը ունի։ Եվ իր զգուշությունն էր, որ Սուրբ Հոգին ցայնը չմարե։ Ինք չեր ուզեր Սուրբ Հոգին ցայնը մարել։ Փանդի մեջ անգամ Գործք Արաքելոց 16-ի մեջ Բողոսը եւ Շիղան ինչ կնեն 12-ին, երբ ամեն մարդ կամ կքանքադի կամ կբարգի, հավանաբար անդանելի վիճակ մներ, հավանաբար գերագուրալ չեն գերած, այդ վիճակի մեջ ինք փարապանություն կներ, ոչ թե որ ինք թադրոն կխաղար։ Չէ, ինք միշտ ուրախ էր դիրոճմով։ Ուրեմն այս խոսքը մեզի հրամանը գուտա, խրատ չի դա, հրաման գուտա, որ միշտ ուրախ եղիր դիրոճմով։ Իսկ եթե չես, գդիր ինչու ուրախ չես։ Գդի ինչու այդ բաժինդ, որ միշտ ուրիշը պետք է քեզի ուրախացնե։ Փամը պետք է քեզի ուրախացնե։ Ադի գիտեք ինչ ասել է։ Եվ այդպես եթե լաս միշտ ուրիշ մեկը հանցավոր գրեսնես քու վիճակիդ համար։ Եթե դու դիրոճմով ուրախ ես, ուրիշեն չես ագնկալել որ քեզի ուրախացնե։ Դու ուրիշին ուրախություն կլաս արդեն։ Ասի լավ հասկացիր։ Եթե դու դիրոճմով ուրախ մեկն ես, դու ուրիշեն չես ուզեր որ քեզի ուրախացնե, դու ուրախ մարդ կլաս։ Եվ քեզ մե ելող ցայնը ուրախություն կլա։ Okay։ Ասի չեմ ասեմ որ հանցավոր ես որ ուրախ չես, բայց ասի գսեմ որ գիտնաս որ եթե ուրախ չես, գդիր ուրախությունը, բայց ոչ սխալ դերին մեջ։ Նույնը խաղաղության մասին։
Եթե Հիսուս կսե ես եմ խաղաղությունը, մի փորձեր ուրիշ դեմ խաղաղություն գտնել, որովհետև եթե գտնես իր մեջ հերուփ համը պիտի գտնես, որ իրեն գնմանի, բայց ինքը չէ։ Եթե փորձես ուրախություն գտնել ուրիշ բանով, բանի մեջ, շոյի մեջ, գարտածալիտ մեջ, սիրածիտ մեջ, համը պիտի գտնես, բայց ինքը չէ։ Գնմանի շաքար գուզես, բայց իրական շաքարը չէ, սուտ շաքար, գեղձ շաքար, fake շաքար գերար, շաքարի համելա, բայց շաքար չէր։ Այո։ Շուտով դերը գուքա, որևէ բան թող չմտահոգեցես, նորեն հրաման գուտա քեզի։ Դու մի արդոներ, որ որևէ բան մտահոգեցես։ Դու մի արդոներ։ Okay, ինքը գսե որ այսինքն մտահոգվելու բաժար կա, իբրև հավատացյալ, նույնիսկ իբրև Բողոս Արաքյալ, մտահոգվելու բաժար կա։ Բայց գսե թուն մի արդոներ, ինչպես ասենք, իմ խաղաղությունս կուտամ ցեզի, մի արդոնեք, որ որևէ բան ծեր միտքը ուդե, ծեր սիրտը ուդե, ծեր խաղաղությունը ուդե։ Այլ ադոր լուզում գու antidote։ Գիտեք, եւ որ մուվիներում մեջ մեկը շենքի մեջ lockdown գլա, մեկը թույն մգարնե, մեկը թույն ամեն մարդուն ա թույնը գերտա եւ 10 վարգյանունին որ փախչին, մեկը եւ մուվին զայրը մեկ antidote ունի կրբանի մեջ, կգտնեն աս հագանեխիչը կամ թույնը սպանողը եւ ով որ գարնե գաբրի միսները գմերնին։ Հոս քեզի գսե որբեսի թուն չունենաս հա դժվարությունը որ խեղտված սկաս, գսե լուծում մգա մտնոլորդդ բահե։ Okay, մտնոլորդդ բահե ինչը սել է։ Այլ ադոր փոխարեն, ադոր թիմած Ծեր աղոթքներուն եւ աղաչանքներուն մեջ քոհապանությամբ Աստուծմե խնդրեցեք ինչ բանի որ գարիք գսկակ Okay նախ գսե աղոթքի եւ աղաչանքի ժամանակ կա գսե որ կնշանակե Աստուծո արչեւ գնալու ժամանակ կա ոչ չար օրվան մեջ միայն այլ մանավանդ երբ չար օրը դակավին չէ հասած եւ այն ադեն երբ որ դուք այս մեկը գնեք այն ադեն Աստուծո խաղաղությունը որում մասին կխոսենք այսօր որ միտքով չես կնար հասկանալ այսինքն ինչ պիտի լա եթե աղոթեմ ինչ պիտի սկամ չես կնար կինալ մինչև աղոթես շարանկա մեկը ինչ խաղաղություն պիտի ունենամ հիմա այսինքն գսես որ ես փարգացել եմ կնա աղոթե գսես գամ դխուր եմ գամ հիվանդ եմ ինչ պիտի լա իմ այնձի աս սայնը չեք հանդիպիր լա քու մեջ է լա ուրիշի մեջ այդ խաղաղությունը որ պիտի ունենաս չես կնար հիմա խոսիլ հասկանալ մինչև աղոթ կնես մինչև երտաս իր արջև գնաս չես կնար կիտնալ ինչ է համը չես գիտեր Էա թեղ արնեմն է պիտի լավանամ մինչև չառնես չես գիտնար Չէ որ միտքով կարելի չէ հասկանալ մի փորձեր միտքովդ հասկանալ թե դերը ինչ պիտի նեքեզի համար խաղաղ պիտի բահեցեր սիրտերը եւ միտքերը ինչու համար դիլը գուտա քեզի որոնք Քրիստոսի միացած են in Christ Jesus կսե այսինքն քու միտքդ խաղաղ պիտի լա երբ որ քու միտքդ եւ սիրտդ Քրիստոսի մեջ լան այդ խաղաղությունը որը գրնաս համդեսել միան գրնաս համդեսել իրանցին մեջ իրանցին այդ միության մեջ ամեն լավ հասկանանք այս մեկը Գուզեմ ցեզի այստեղ բառը մտալ Էյրենե բառը, որ հունարեն խաղաղություն բառն է, որ հոս կորցածված է, շատ գեղեցիկ է, եւ ես այսօր գարտացած ժամանակը հասկացա, որ կնշանակի միացնել։ Ինչ միացնել, ամբողջ ընել։ Եվ որ գսե իմ խաղաղությունը ցեզի պիտի լա, դու պիտի գտնես ամբողջությունդ Հիսուսի մեջ, wholeness, ամբողջությունդ գտնել, join with, այսինքն միանալ հետը Այսինքն Քրիստոսով խաղաղությունը կարելի է միայն եւ որ միացում մգլա իմ անձիս եւ Հիսուսի միջեւ Okay առաջին Կորինթացիս մեզ ինչ կսե 5:17 մեզ կսե որ ով որ Քրիստոսի մեջ է նոր արարած է չէ ինչ որ էր այլապես որովհետեւ ինք ամբողջությամբ նորոգվեցավ չէ եւ կսե եք միասին գարտանք Գուզեմ ցեզ երկրորդ Կորինթացիս առաջինը չէ Որևէ մեկը որ Քրիստոսի միացած է նոր արարած է նայեցեք նոր է միության մասին խոսի wholeness որ ասենք խաղաղություն գուզեմ երկու գեդերը լավ գաբել որ հասկանաք Իմ խաղաղությունս կդամ ցեզի խաղաղություն բառը կնշանակի միացում ամբողջությունը կնել չի նշանակեր զեն սկալ միայն լավ սկալ միայն խաղաղություն կնշանակի միացումը ապրիլ այդ ասել է եւ հոս այս համարը կխոսի երկրորդ Կորինթացիս 5:17 Որևէ մեկը որ Քրիստոսի միացած է մեկ է նոր արարած է այլևս չէ այն ինչ որ էր անցյալին նախաբես որովհետև ամբողջությամբ նորոգվեցավ որը միանալուն մեջ նորոգություն կա եւ այս նորոգությունը գուկա Աստուծմե որ Քրիստոսի միջոցով մեզ իրեն հետ հաշտեցուց եւ նաեւ ճաշտոն տվավ մեզի ուրիշներն ալ հաշտությամբ բերելու անգլերենով ասեմ այս մեկը որ շատ գեղեցիկ է gave us the ministry of reconciliation
Այսինքն Աստված իր անձը հաշտեցուց մարդուն հետ եւ այսպես է միայն որ մարդը գրնա խաղաղությունը ապրիլ։ Okay։ Ուրեմն ուրիշ բացատրությունը որ խաղաղության մասին գնամ դալ, խաղաղություն կնշանակի վիճապանության թատրիլը։ Այն կանանեն որ վեճ գա, նույնիսկ եթե չեք խոսիր վեճի մասին, եթե վեճ գա երկու հոգի միջև խաղաղություն չկա։ Չէ՞։ Ուրեմն խաղաղություն կարելի է եւ որ մարդուն կողմէ վիճապանությունը թատրի Աստուծո հետ։ Իրավունք բանջելու գանչը թատրի Աստուծո առջև։ Եվ անորոք որ Հիսուս գխոսի եւ գսե եկուր ինձի որ հետդ վիճապանիմ, չէ։ Եկուր ինձի որ ինձ ասես եւ ես քեզի ասեմ թե իրավունք ունիս կամ իրավունք չունիս, չէ։ Եկուր ինձ եթե դու գտեսնես որ իմ քովս է խաղաղությունը։ Գսե Մատթեոս 11:28-30 եկուր ինձի, եկեք ինձի բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Ուրիշ տեղը գսե ես չեկա առողջին համար, ես եկա հիվանդին համար։ Ահա իսկ ես հիվանդ չեմ, ինչու պիտի երթամ քովը, չէ։ Այսինքն ինքը սերգուզե ով որ ինքզին կդեսնե իբրև հիվանդ որ բժիշկի պետք ունի, որ բոլորս ենք, եկուր իմ քովս։ Եվ ո՞ս ստակ գսե մարդկության, որ եթե դու հոգնած կդեսնես ինքզինքդ եւ պետք է դեսնես, եթե դու ինքզինքդ գոդրված կդեսնես եւ պետք է կդեսնես, իր մեջը գա ադոր բարասխանը։ Գսե իմ փերս իմ լուծս սերվրան արեք եւ ինձ մեզ սորվեցեք։ Հա, հոգնուտենեն դուրս գալու լուծումը solution, հոգնուտենեն դուրս գալու լուծումը իր փերը քու վրատ առներ է։ Մեկը գա որ քեզի փեր գուտա գսե որ խաղաղություն պիտի գտնես։ Ինքը գսե իմ քու փերդ ինձի դուր միացիր ինձի հետ եւ այդ միանալուն մեջ ես իմս քեզի դամ։ Շատ անարդար բան մնե իրեն համար, բայց շատ արդար է մեզի համար, չէ՞։ Քու դժվարությունը փեր ինձի, աբավինե իմ վրաս եւ իմ փերս քեզի դամ, որովհետեւ իմ փերս թեթև է։ Եվ որովհետեւ ես հեզ եմ եւ խոնար գսե։ Եվ դու գսե դու հոգիդ խաղաղություն պիտի գտնես այդպես նելով։ Ով գսկսավ հասկանալ խաղաղության բունի մաստը։ Անոման նորեն գուզեմ քեզի հարցնել, արդյոք դու Աստուծո հետ խաղաղ ես, հաշտ ես Աստուծո հետ հոգիդ մեջ։ Ուրեմն խաղաղություն գուկա Աստուծո հետ միություն ապրելեն եւ իր գամքին հետ միագամ լալեն։ Աստուծո հետ մդերիմը լալնալ չի բավեր։ Գսե Աստուծո հետ մդերմություն լալեն գուկա խաղաղությունը, բայց նեւ իր գամքը քու գամքիդ պես ընդունիլ։ Եթե իր գամքը ինձ համար միշտ թուրսի գամք մնե, his will, okay? Եթե իր գամքը ինձ համար թուրսի գամք մնե, միշտ կարծես մեկը ինձի գսե ինչ պետք է անեմ, եւ ասած գե գնեղվին, որովհետեւ մեկը ինձի գսե ինչ պիտի անեմ, թուրսեն։ Բայց լուծումը որ ես խաղաղ լամ, անե որ Բողոս Արաքյալին պես լամ, որ գսե ես չէ, որ Գաբրիմ, այլ Հիսուս Գաբրի իմ մեջս։ Ուրեմն ես այս ցանկը որ Գաբրիմ, Խաղադացից 2, Գաբրիմ հավատալով Աստուծո որդին, որ մերավ ինձի համար։ Հետևաբար այս մարմինի մեջ որ ես Գաբրիմ, չեմ ապրիր իբրև երկու մարդիկ, որոնք մեկը այս կողմ գուզե երթալ, մեկը այս կողմ գուզե երթալ։ Եթե այդպես պիտի ապրի, միշտ պիտի լամ այդ գրիվի մեջ, որ ինքը ինձ մեջ փամու գուզե, հագարակ է իմ ուզածից, եւ միշտ այդ բادرազմը պիտի լա։ Մարմինին եւ հոգին միջև։ Եվ ադոր համար Բողոս կսե այս մարմինը սուզենք հոգեվորի մեջ, որովհետեւ նպատակն է որ իմ գամքս լա իր գամքը, որ իմ մեջս դուրս պիտի գա։ Okay, այդպես խաղաղություն կգտնեմ, այդպես իմ բادرազմս կխաղաղի։ Ադոր ամենալավ ցևը, եւ գուզեմ ադոր վրա շեշտ տնել, որովհետեւ շատ անգամ սխալ կհասկանանք այս մեկը։ Կարևորությունը մաքուր խիղճին, clean conscience։ Խիղճիդ մեջ առաջին դեղը որ գլսես Աստծո ցայնը, նախքան որ դեսիլք կամ լսելի խոսք լսես, առաջին դեղը խիղճիդ մեջ գլսես Աստծո ցայնը։ Եվ որ գաբաշխարես խիղճիդ մեջ գսկաս ծանրությունը մեղքին եւ պետքդ Աստծո եւ գհդեվիս ադոր գուկասիր արչեւ եւ ապաշխարություն գլա, ադի repentance կոչվի, բայց խիղճետ կսկսի։ Ուրեմն աճ չգործընծնե, ինչքան էլ աջինք հավատքի մեջ, խիղճը պետք չէ մարի։ Առաջին եւ ամենակարևոր դեղը, որ մաքուր պետք է մնա, չինչ, ջերմակ, խիղճն է, conscience։ Ուրեմն գուզեմ այստեղ քեզ ասել Բողոս Արաքյալ, որ ասկան մարդ բժշկեց, մերելները հարուցանեց գսե, առաջին Կորինթացիս 4:4, իմ խիղճս մաքուր է գսե։ Բայց ադի ինձի անմեղ չի դարձնել, but that doesn't make me innocent գսե։ Աստված է որ զիս կթադե։ Ինք լավ գիտե որ Աստված ի վերջո Աստված պիտի թադե իրեն։ Բոլորս լավ գիտենք այդ մեկը։ Բայց Բողոս կսե ինչ որ ինձի կվերապերի,
Ինչ որ ինձի կվերապերի, իմ խիղճս մաքուր է գսե։ Ոչ թե որ մյուզիկը բարձրացուցեր է եւ մեղքին ցայնը չի լսեր, ոչ, բայց որովհետեւ ինք մյուզիկը ցածուցած է, որ լավ լսե, փամգա իր մեջը։ Եվ չէ դեսած բան մեր մեջը, որ Աստծո արչև չէ դրա։ Չի նշանակեր մեղք չէ կործած։ Չի նշանակեր չէ սխալած, բայց կնշանակի երբ որ ադեղեն անցած է, անմիջապես Աստծո արչև բերած է։ Զիս մակրե եւ ցյունեն ջերմակ բիդի ըլամ։ Որովհետեւ դա ճշմարտությունն է։ Զիս մակրե եւ ցյունեն ջերմակ բիդի ըլամ։ Ադե ճշմարտությունը։ Սուրբ ոգին ճիշտ այդ մեկը կսպասե որոնես։ Մեկ անգամ կհիշեմ այսպես հանցավոր կսկայի Աստծո արչև եւ միջաղոթեմսի որովհետեւ նույն խոստումը գուտամ Աստծո միշտ կսեմ եւ նույն սխալը գնեմ եւ բադվելինքով կացիսի հազիվ աղոթելու սկսա ըսկացի որ այսպես չերմությունը Սուրբ ոգին այսպես փաթուկի պես որ գարձես ինձի կսպասեր եւ հանցավորը սկացի որ ես արժանի չեմ որ միլիոն անգամ խոստացա վաղը գրնալա նորեն իր սխալը ընեմ ասավ գրնալալ ճիշտ այդ բանին պետք ունիս որբեսի սխալեն հերու մնաս եւ դու հիմա գսես արժանի չեմ հերուգեցիր գսես Աստուծո ով ասկացավ ասածս եւ որ թունգու կաս Աստուծո եւ պետք ունիս որ մդերմությունը ըսկաս Աստուծո չերմությունը ըսկաս դու ճիշտ այդ բանին պետք ունիս նույնիսկ եթե գոդրվեցար սխալեցար մեղքի մեջ ինգա ճիշտ հոն պետք ունիս այդ միություն ապրելու ամենալավ նվերը ինչ է ժամանակ այսօր որ ես գրնամ հիմա Աստուծո հետ հաշտվել Կարևոր չէ, անչափ կարևորը ինչ եղավ երեք, բայց կարևոր չէ հիմա, որովհետև ես Աստծո առջև հաշտվելու եկած եմ։ Խաղաղություն կնշանակե իմ սիրտս միացնել Աստծո հետ եւ իր գամքին հետ միագամ լալ, մեկը լալ։ Եվ այդ մեկը եւ որթուն գնես տուն անմիջապես պիտի սկսես վայելել այդ խաղաղությունը Ֆիլիպեցիս 4, որ միտքով չես կրնար հասկանալ։ Այսինքն եթե նորեն ասեմ, այդ խաղաղությունը ինչպես փորձես հասկանալ չես կրնար, մինչեւ այդ խաղաղության մեջ լաս։ Եվ որ հոնես ուրիշին գսես ինչպես կլա որ դու այդ խաղաղությունը ճունիս։ Ամեն։ Okay։ Ուրեմն Բողոս գսե ամենակարևոր դերը խիղճ մաքուր բահ է գսե եւ առաջին Հովանես 1 John 2:3-6 երեկեն 6 գսե որ այսպես գիտենք որ մենք Հիսուսը կճանչնանք, Աստված կճանչնանք։ Ով որ գսե որ Աստված կճանչնա կամ Աստուծմով գաբրի, պետք է ապրի ինչպես Քրիստոս ապրեցավ։ Այսինքն իր կյանքը պետք է իր գամքին մեջ լա։ Եվ վերջին դեր մնալ որ գուզեմ այս կետը բերել առաջին Տիմոթեոս 2:8 գսե գուզեմ մարդիկ ամեն ուրեք ամեն դեր որ մարդիկ գաղոթեն երբ ցերկ բարձրացնեն Աստուծո թող սուրբ ցերկեր բարձրացնեն Աստուծո եւ որ ցերկը պիտի բարձրանա ոչ միայն գիրագի արդուն երկու շաբթի երեք շաբթի չորեք շաբթի Աստված հետ է երբ ցերկը պիտի բարձրանա Աստված չսեր որ այս ցերկը աղդոդ է մի բարձրացնել այս չէ ադոր մասին չենք խոսիր Խաչին վրա մեղավորը ներեց, բայց գխոսինք եւ որ Աստծո արչեւ պիտի կաս եւ ճաշտամունք պիտի գոչես։ Համը ճաշտամունք պիտի գոչես անունը։ Այդ ճաշտամունքը իր մեջ պետք է ապաշխարություն ունենա։ Այդ ճաշտամունքը իր մեջ պետք է Աստծո արչեւ քալ գոդրվիլ ունենա։ Եվ որ դու այդպես կնես, քու ճաշտամունքը ընդունելի է իրեն։ Հալաբես թադրոն է։ Մենք թադրոն չենք խաղար, չէ՞։ Եվ որ Աստծո ցերկերս պիտի բարձրացնեմ, այս ցերկերս Աստծո հանդիպած ցերկերը պիտի լան։ Ամեն։ Ուրեմն եւ որ ցերկը բարձրացնես, ցերկը թող Աստծո սրբությամբ լա։ Okay։ Ներքին խաղաղությունը։ Եթե ինքը ադանք չներ, ես ասանք չէի սկար։ Եթե ինքը ինձի հետ անարդար չլար, եթե չփամփասեր, եթե յետևես չխոսեր, եթե դանիքս չքանտվեր, եթե փոթորիկ չկար, եթե բادرազմ չլար, ադրո մասին չենք խոսիր։ Խաղաղությունը որու մասին կխոսենք Հիսուսի անձի մասին։ Ստեփանոսի ապրած խաղաղության մասին։ Կորցք Արաքելոց 7-րդ գլուխ։ Եք միասին նայենք այս համարներուն։ Կորցք Արաքելոց 7-րդ գլուխ։ Acts 7։ Եթե գնաս բաց կողովդ, որովհետեւ հետևիս Բադմուչյա մեջ ինչպես գիտենք, Ստեփանոս կարգոծվեցավ եւ մեռավ։ Ստեփանոս նահատակվեցավ Աստուծո գործին համար։ Բայց ին գարտացած բաժինս կեզիկը 55-ն բիդելա 755 նայեցեք ինչ բարերով կարելի է Աստված վայելել նույնիսկ հալածանքին մեջ Մինչ Ստեփանոս Սուրբ Հոգիով լեցված աչքերը երկինք բարձրացուց եւ դեսավ զաստված իր ամբողջ փառքով ինչպես նաեւ Հիսուս Աստուծո աչքին կանգնած եւ ասավ Ահա բացված է երկինքը եւ գտեսնեմ մարդու որդին Աստուծո աչքին կանգնած է ով դեսիլ կտեսնի երբ քարով
քար կզառնեն իր վրան։ Ով։ Այս մարդը, երբ իրեն քաշեցին, որ զառնեն, այդ վարգյանին մեջ կսե Սուրբ Հոգիով լեցված դեսավ Աստված իր ամբողջ փառքով, ոչ միայն այդքան, դեսավ Հիսուս գանքնած հորը աչին։ Ինչ փորձառություն է, որ այս մարդը ունեցավ։ Կգարձես այս մարդը խաղաղություն չուներ հոն։ Կգարձես այս մարդը նավագին մեջ եղած հավատացյալներուն պես Հիսուսին գսեր հոգը չէ որ գմերնիմ։ Չես տեստեր ճուրը մդեր է նավագին մեջ։ Այս մարդը քարով պիտի սպաննվի եւ այդ վիճակի մեջ գրնա դեսիլ կունենալ, գրնա ողջ ներկայությունը ապրիլ Աստծո, որև հոստեղեն չգդրվեցավ իր մեջ։ Եվ պատրաստ էր այդ մեկը ընելու։ Աստծո ներկայության սիրույն։ Okay, եւ շարունակելով 59-ի մեջ նայեցեք ինչ կլա, քիչ մվար երթալով 59 Մինչ անոնք գքարգոձեին Ստեփանոս այսպես կաղոթեր. Դեր Հիսուս ընդունե իմ հոգիս։ Մինչ գքարգոձեին, մինչ մարմինին ցայնը ցավը գար, ոսկորին ցավը գար, արյունելուն վախը գար, այս բոլորը գային, այդ վիճակներուն մեջ ինք իր աղոթքի շարունակությունը գներ։ Գիշեք ինչ ասինք Փիլիպպեցիս 4-ի մեջ։ Այն դատարկ աղոթներուն եւ աղաչանքներուն մեջ խնդրեցեք եւ այն ժամանակ ուր պետք է Աստուծո խաղաղությունը, որ մտքով կարելի չէ հասկանալ, ձեր սիրտերը եւ միտքերը պիտի բահե, որոնք Քրիստոսի մեջ են։ Ուրեմն Ստեփանոսին ամբրածը աներ որ իր սիրտը եւ միտքը Քրիստոսի մեջ է, նույնիսկ երբ ինք մարմինով է հոն եւ գչարչարվի, այդ խաղաղությունը իր մեջ չքնած մեկ վարգյան։ Որովհետեւ այդ խաղաղությունը իր մեջ է նստած էր, արև այդ խաղաղությունը Հիսուսին հետ հաշտված լալուն հետ գաբ ուներ։ Ով կհասկանաս, ուրեմն մի փորձեր պայմաններու վրա տնել քու ներսի խաղաղություն կխնդրեմ քեզի։ Հնավ մի ինար այդ զուգագի մեջ trap, մի ինար այդեղ, որ փամը փոխվել են վերջ օքեյ բիդի լան, սուդ բիդի չլաս օքեյ։ Բիդի լաս օքեյ որ իր արչև գնաս։ Հանե միտքեց։ Ով որեն է կովինդ որ բաժար եղավ քու ներսի խաղաղությունը գործընծելու, քանայր արչև թուն կդիր այդ խաղաղությունը իրմով։ Ամեն։ Ուզեմ այսով ավարտել սիրտին գարձրանալը, hardening of the heart։ Ասի շատ թյուրին բան է, որովհետև ամենաշատ բադահող բանն է, շատ հաջող կբադայի եւ կսկսի վերքով շատ անգամ վիրավորվածը լալով գլա, գամալ անդարբերությամբ, այսինքն indifference։ Գամ վերքով կսկսի մեկը քեզի բան ըրած է շատ քեշ, շատ վատ Գամալ անդարբերությամբ, այսինքն indifference։ Եվ քարոզիչ մեկը Ջակ Հեյֆորդ, որ գսե որ integrity, այսինքն սրտին ուղղությունը, այսպես չէ որ գարտնաս եւ չի գա, մեկն սիրտը չար եղավ, այդպես չլար։ Ուղղությունը այսպես, ինչպես ժամբոնը կամ համը, այսպես քիչ-քիչ սլայսով կգդրեն քիչ-քիչ, այսպես կերտա սիրտին մակրությունը եւ ուղղությունը։ Նույն ծավով այսպես կերտա Աստուծո մե եղած խաղաղությունը։ Այսպես չէ որ խաղաղություն կերտա։ Ընդհանրապես մենք ժամանակի վրա նշաններ կա, որոնք գար համարենք, անդարբեր գլանք, հոգս չգնենք, ուրիշ տեղ գնայինք եւ գարտնանք, որ ամա ես նույն մարդը չեմ այլևս, փամ մի եղած ինձի, որ ես ասպաներ ինձի առաջ այսպես չէին ցավցներ, չէին եղանար, քիչ չէի գախեր, նկարակիրս այսպես չէր, հբար չէի, փարգացոտ չէի նախան։ Հիմա փարգացոտ եմ, նախանցոտ եմ, համպասող եմ, ասեմ, ինչու համար, որտեղ բաներ մի եղան, որ արդոնեցի ժամանակի վրա մտնեն։ Հիսուսի խոսքին մի երտանգին սա իմ խաղաղությունս կուդամ ցեզի, բայց վերջավորին սա բահեցեք այդ խաղաղությունը։ Մի արդոնեք, որ դուրսեն բաներ մտնեն հոն եւ դակնաբը սկսի հոն։ Այդ դակնաբը նշան չէ որ ես վատ մարդ եմ, չէ, այդ դակնաբը նշան է որ ես հերացած եմ, կամ սիրտս այդ խաղաղության մեջ չեմ բահած։ Ամեն։ Okay։ Եբրայեցիս Հիբրուս 3 պիտի գարտամ ցեզի 7-ն։ Գխոսի խաղաղ 3 ես Եբրայեցիս կգարտայի եւ աշապտվան ընթացքինալ եւ ուրեմն գուզեմ ցեզիսել որ Եբրայեցներու մեջ ընդհանրապես թիմը կամ նյութը Եբրայեցներու նամակին Հիսուսի մասին իբրև քահանայաբեդ, այսինքն high priest, գխոսի ինչպես Հիսուս զոհը հրավ մեզի համար, բայց նաև գխոսի ինչպես Հիսուս իբրև եղբայր, կհասկնա մեր դգարությունները եւ ինչու մեզի գրնա օգնել։ Եվ ուրեմն կարծես քեզի շատ գուդա մարդկային հասանելի ցևը, ամենաթյուրին ցևը, որ մարդը բարաբի չչարչարվի։ Այսինքն Հիսուս իբրև եղբայր քեզի կհասկնա, շատ լավ գիտե ինչ կսկաս, շատ լավ գիտե ինչ սել է վախը, շատ լավ գիտե ինչ սել է դժվարությունը, կամ մեղքին փորձությունը, բայց կհասկնա քեզի
Եվ որովհետև իբրև մարմինով ինքն ալաբրած է, քեզի գնա օգնել։ Ուրեմն լավ նայենք ինչ կսի աստեղ Եբրայեցիս 3-ի մեջ, 3 եւ 4-ի մեջ կխոսի, ինչպես Իսրայելի ժողովուրդը անաբադին մեջ, խոստումի ժողովուրդը, the people of promise, աստուծմե հերացան, Աստված զզվեցուցին գսե, եւ գսե ադոր արդյուն գործընծուցին կամ չունեցան, չկդան խաղաղությունը, որ Աստված խոստացած է, rest։ Շատ դարբեր չէ խաղաղությունը եւ հանգիստը։ Այսինքն հանգիստ որ գխոսնի խաղաղության մասին գխոսին։ Գուզեմ նայենք 7-ն։ Ահա թե ինչու, ինչպես որ գսե Սուրբ Հոգին։ Այսօր երբ կլսեք Աստծո ցայնը, այսօր երբ կլսեք Աստծո ցայնը։ Երկու բան կա այսօր, այսինքն այս համարները որ փերվեցան այստեղ 5 դագարանին գուքան Սաղմոս 95-ն։ Okay? Այսինքն այդ օր չէին խոսված։ Այդ խոսքը որ քրվեցավ առաջին տարուն Հիսուսի կալեն յետք 100-ավոր կամ 1000-ավոր դարի անաբադեն վերջ, չէ՞։ Եվ վերջը այսօր որ դու գարտաս, այսօր ալ չի քրվեցավ այս խոսքը։ Բայց երբ որ գարտաս այսօր գա քեզի համար։ Այսօր երբ դու գլսես այս խոսքը որ քեզի գուկա գսե։ Okay? Աստծո ցայնը։ Հա, եւ քեզի գսե չսե այսօր երբ որ դու գլսես Աստծո քրված խոսքը, գսե Աստծո ցայնը։ Այսինքն երբ որ խոսքը լսես, դու Աստծո ցայնը գլսես։ Լավ հասկացանք, երբ որ հիմա դու խոսքը լսես, Աստծո ցայնը գլսես քո հոգիդ մեջ։ Եվ ադուն համար գսե ծեր սիրտերը մի փագեք։ Դուն բարդականություն ունիս, քո սիրտը չփագելու։ Do not harden your heart գսե աստեղ անգլերենով։ Ծեր հայրերուն բես որոնք իրեն դեմ ըմփոստացան։ Ուրեմն սիրտին գարձրանալը կամ կոծելը ըմփոստության վիճակ է։ Մեկը չհայոց, մեկը չսավ Աստծո քեշպամը, մեկը փարմը չխոսեցավ, բայց ադի այդ սիրտ փագելը Աստծո արչև ըմփոստություն դեսնվեցավ։ Rebellion դեսնվեցավ։ Ուրեմն սիրտ կոծելը իր ըսած խոսքին դիմաց սկիզբն է rebellion-ին։ Okay? Փորձության ժամանակին անաբադի մեջ Աստված արդոնեց, որ փորձության ժամանակին անցնին։ Աստված շատ լավ գիտեր, Աստված չուրախանար, որ մենք փորձվենք, Աստված չուրախանար եպես հիվանդանամ, բայց այդ փորձության մեջ եղած սիրտս գրնա գարձրանալ կամ գրնա հաշտվել։ Երկու տեսակ մարդ կա։ Սաղմոս 103:7-ը ինչ կսե մեզի, որ Աստված իր ջամփաները ցույց տվավ Մովսեսին, որտեղ Մովսես մտերիմ էր, ինչքան ալ դժվարություն ուներ, Մովսես Աստծո ջամփան գուզեր գիտնալ, եւ ժողովուրդը միան հրաշքները տեսավ գսե, չհասկացավ բնավ Աստծո ջամփաները, որտեղ գապ չուներ Աստծո հետ։ Միան գուզեր հրաշքներ ունենալ։ Okay? Այնտեղ ծեր հայրերը զիս փորձեցին գսես Աստված, փորձի ենթարկեցին, դեսնելով հանդերձ իմ գործերս, գասկատեցան Աստծո վրա։ Դասը 40 տարիներ շարունակ այս սերունդը, that generation, զզվեցուցից եւ ես ասի իրենց միտքը ինձ մե հերու է, երբեք չուզեցին իմ ջամփաներս ճանչնա։ Հա, ուրեմն Աստված չզզվեցավ որևէ բանով, Աստված զզվեցավ գսե որ իրենց միտքը ինձ մե հերու է ասավ։ Գնաս հավատացյալ մըլալ, որ Աստուծո մեջ սիրված եւ ընդունված է։ Այս ժողովուրդը անաբադի մեջ Աստուծո ժողովուրդն էր։ Անեն միջի անհավատ ժողովուրդ չէր ասմար այս ժողովուրդը։ Այս ժողովուրդը Աստծո ժողովուրդն էր, որ հավատքով Եգիպտոսեն ելավ, Մովսեսին խոսածին համար, ուրեմն հավատացին, մեկ Աստված ընդունեցին, ջամփան քարելու սկսան։ Բայց գսե հարցը այս ժողովուրդին հետ ան է, որ իրենց միտքը ինձ մե հերացած է գսե։ Ոչ թե հավատք չունին, ոչ թե այլևս Աստծո չեն հավատար։ Այս մարդիկը ամեն անգամ իդ գուկային սորի գսեին, իդ կաբաշխարային ներողություն գսեին, մեկ Աստված գա, նորեն քեզի յետևետ, քու յետևետ պիտի կալին։ Ուրեմն հավատացյալ ժողովուրդ էին։ Եվ որ գսե այսօր աս խոսքը, որ քեզի գլա, քեզի կխոսի պրև հավատացյալ։ Միսեր ես արդեն կհավատամ, իրենք ալ արդեն կհավատային, բայց Աստված ես զզված էի գսե, որովհետև իրենց միտքը հերացած էր ինձ մե, այլևս չէին փորձեր իմ գամքս հասկանալ։ Չուզեցին իմ ջամփաս հասկանալ։ Ինչ էր Աստծո համար դժվարությունը կամ նեղացնողը, Աստծո սիրտը նեղացնողը, աներ որ իր սիրտը չէին ուզեր ավելևս հասկանալ։ Divorce եղած էր։ Այդ divorce-ը, որում մասին կխոսենք, այդ divorce-ն է Աստծո ուզածին եւ ժողովրդին ուզածին։ Խաղաղություն չկար եւ Աստվածով չեն գնար այդ խաղաղությունը մտնել, այն կանադեն, որ իմ գամքս իրենց գամքը չէ։ Իրենց ուզածը իմ ուզածս, իրենց ուզածը իմ ուզածս։ Եվ այդպես այս ժողովուրդը այս ծևով չի գնար մտնել խաղաղության դեղը։ Ամեն։
Եվ ուրեմն շարունակեմ երկրորդ բաժին անցնիմ, Եբրայեցիս 4, 2, 2-3։ Աստված գսե. Որովհետև մեզի եւս, մեզի թեզի այսօր խաղաղություն այս ավետիսը լավ լուրը դրված է գսե։ Ճիշտ ինչպես անաբադի մեջ եղողներուն դրվեցավ։ Իրենց անաբադի մեջ Աստված եկավ անձնապես personally։ Լավ լուրը դվավ իրենց, չէ՞։ Բայց ավետիսը լսելը օգուտ չրավ անոնց, որովհետև հավատքով չգաբվեցան իրենց լսածին։ Ոչ թե չլսեցին։ Ոչ թե չլսեցին։ Ով որական չունի թող լսե, ինչ կսե հոգին մարդուն։ Ժողովուրդը լսեց, հրաշքները տեսավ, բայց սիրտը չփացավ։ Իր ուզածը մնաց իր ուզածը, որ անչափ էր divorced էր Աստծո ուզածեն, եւ դրա համար Աստված ասա, որ բնավ չգրցան մտնել այդ խաղաղության տեղը։ Եվ ադոր լուծումը լսելեն վերջը լսվածը քու կյանքիդ մեջ բերելն է։ Եվ որ գսենք լսել, գսե իրենց անհավատության համար չմտան։ Անհավատություն չէր, որ իրենք Աստծո հավատացին դակավին, անհավատ չէին, բայց անհավատ գեցվածք վարմունք ունեցան։ Իրենց օրվա մեջ աբրած ցևը գապ չուներ իրենց հավատացածին։ Հա, ասի ճիշտ կուզեմ ասել։ Իրենց աբրած ցևը օրվան մեջ գապ չուներ իրենց հավատացածին հետ։ Ով այստեղ կհավատա, որ Հիսուս Աստված է։ Ով կհավատա, որ Հիսուս Աստված է։ Հովանես առաջին Հովանես կսե, եթե կհավատանք, որ Հիսուս Աստված է, պետք է ապրենք ինչպես Քրիստոս ապրեցավ։ Առաջին Հովանես 2-ի մեջ։ Եթե կհավատանք, որ Հիսուս Աստված է, կապրիմ ինչպես Քրիստոս ապրեցավ։ Եվ այս ժողովուրդը հավատաց, որ Աստված է, լսեց իր ասածը իրենց, դու պիտի մտնես գաթր եւ մեղ փոխող երգիրը։ Ես գարմիր զովը բացի քեզի համար, ես ժայրեն չուր անեցի քեզի համար։ Եվ իմ այս ժողովուրդը այս ամեն ունենալով հանդերձ ինքս իմ ցանկս եւ իմ ուզածներս գապ չունին ուզածներոդ հետ։ Այդ վիճակը գսե, բիդի չմտնե ես ուխտերի գսե Աստված, այս ժողովուրդը բիդի չմտնե խոստացված երգիրը։ Okay? Եվ այսօր մեզի եւ որ գխոսի, գսե այդ վիճակը չի գնար մտնել Աստծո երգիրը, հաշտվել են վերջ միայն գրնա մտնել Աստծո երգիրը։ Okay? Ուրեմն շարունակելով վեցերորդ համար Hebrews 4:6 վեցերորդը մի դիգարտամ որովհետև այդ ավետիսը առաջին լսողները Աստուծո պատրաստ հանգիստին չհասան իրենց անհնազանդության պատճառով եւ քանի դեր իզորու, այսինքն valid գմնա այդ հանգիստը բարգեւելու խոստումը Աստված ուրիշ օրը գսահմանե ադիգա գարդահայտը երբ Դավիթի պերանով այսօր գսե։ Okay, Աստված խոստացավ իրենց անաբադի մեջ եւ քանի որ իրենք չմտան, գսե Աստված ուրիշ օրը որոշեց այդ նույն հանգիստին համար։ Եվ այդ հանգիստը խոսողը Դավիթ եղավ գսե։ Դարեր վերջ Դավիթ խոսեցավ այդ այսօրը, որ թուն այսօր գխոսի, որում մասին այսօր գխոսիմ։ Ուզեմ այսօր վերջացնել 11-ին։ Ինչպես ուրեմն ես կնամ այսօր այդ հանգիստը վայելել, ինչպես ես կնամ։ Իվանամանդ որ հանգիստ չունիմ, ինչպես կնամ վայելել այդ հանգիստը։ Աստվածաշունչը մեզ գսե Եբրայեցիս 4-ի մեջ 12 գսե։ Աստծո խոսքը երկսայրի սուրի նման է, երկու ձայրով սուր։ Եվ գսե գթապանցե, գմտնե մարդուն ողն ու ձուծը, մինչև մերո։ Okay? Եվ գսե հոն կքնե մարդուն միտքերն ու զգացումները։ Եվ գսե Աստված ամեն ինչ կտեսնե մեր գուչամբ։ Բայց Աստված արդեն միշտ կտեսներ ամեն ինչ մեր գուչամբ։ Բայց խոսքը ուրեմն ինչ կնե։ Երբ որ ես այդ լսած խոսքս գտնունի իբրև ճշմարտություն, խոսքին իրավունք կուտամ, որ իմ կյանքիս մեջ սուրի կորձին սկսի։ Սուրի կորձը կսկսի իմ սրտիս զգացումները փանալ, իմ վիճակներս փանալ եւ ադոնք ես արիտ ունիմ հաշտությամբ բերելու Աստծո առջև։ Okay? Եվ աս կորձի եւ որի մեջ կգադարվի, ես կսկսեմ զգալ զորություն, որ այս հարցերը շտկեմ։ Շարունակելով, պիտի գարտամ ցեզի 14-ը, հետևաբար ամուր բահենք մեր թավանած հավատքը, որովհետև հիմա երկինքի սրբարանը մտած մեծ քահանայապետ մը ունինք, Հիսուսը, Աստծո որդին։ Քահանայապետ մը, որ գրնա հասկանալ մեր դգարությունները եւ գարեկցիլ, այսինքն քթալ։
Քանի որ ինչ բաները որ մենք փորձվենք, ինքն ալ փորձված է, մեկ դարբերությամբ ինք չմեղանչեց։ Ուստի ուրեմն համարձակորեն մոդենանք Աստծո շնորհքի աթորին, ողորմություն գտնելու, այսինքն mercy գտնելու, եւ շնորհք ստանալ, այսինքն grace, որբեսի անոնք մեզի օգնեն անհրաժեշտության բարակային։ Ուրեմն եւ խոսքը սկսի մեջս սուրիկ ննաս վերել։ Եթե խոսքը սկսի մեջս սուրիկ գործ անելու, սկսի այլևս լույսի բերելու, ինչ որ Աստված գուզե փոխվի նորոգվի։ Եվ ես արիտ ունենամ սիրտս հաշտությամբ բերելու եւ անեմ այդ մեկը, ես ինչ կունենամ ինքնավստահություն։ Ինքնավստահություն, confidence, ինչի վրա, որ ես կնամ իր արժեվ գնալ։ Եվ գսե եւ որ գմոդենաս այդ վստահությամբ շնորհքի աթորին հոնգը գտնես ողորմություն, mercy, այսինքն քու ներումը քու սխալներուդ եւ շնորհք ինչի համար, որ զորությամբ ապրիմ։ Ու նույն սխալը նորեն չնեմ։ Խոսքին թերը գլսեմ, կփանամ, կհանձնվիմ, կնորոգվիմ, վստահությամբ Աստծո առջև գուկամ, իր ներկայության մեջ կգտնեմ ողորմություն եւ շնորհք։ Ամեն։ Եկ ոտքի կանգնենք։ Այո, դեռ մենք քո առջևդ գուկանք, որբեսի քո խոսքիդ մեջ խոստացված այս օրը ապրինք։ Դու խոստացար, որ դու մարդկությունը քեզ հետ հաշտության բերիր։ Դու մարդուն սիրտը, հերացած սիրտը, ցաված սիրտը քեզ հետ հաշտության բերիր։ Եվ այսօր մեզի դվիր իրավունքը, որ մենք ուրիշները հաշտության բերենք քեզի հետ։ Օ մեր սրտերը քո առջևդ կբերենք, որբեսի չլա բանը մեր կյանքերու մեջ, որ քեզ մի քախնիկը լա։ Դեռ դու ամեն ինչ արդեն կտեսնես, բայց գուզես որ մենք քո առջևդ բերենք մեր հարցերը։ Բարավորվե Տեր Հիսուս։ Հիմա դու այս բահը արվորպես հանդիպում Աստծո է։ Դու եկած ես իրեն հետ հանդիպելու, կարևոր չէ ինչ վիճակի մեջ է իր մինչև այս արդու, մինչև այս վարգյանը։ Հիմա արի դունից որ իր չերմ, նորոգող, բժշկող զորությունը քեզի հանդիպի։ Հալելույա, այո։